խաղաղություն մեր չեքնաղ Հայաստանին։ Շատ տպավորված, լիցքավորված եւ էներգիայով լի վերադառնում ենք Լոռու մարզ։ Սիրելի հայրենակիցներ, Լոռու մարզ ենք վերադառնում Կիրանցից։ Մարզի մի շարք գործարարների, ուսուցիչների, բժիշկների, մարզիկների, մարզիչների հետ այսօր գնացել ենք Կիրանց տեսնելու ամրացված շրջանները։ Ամերիկաների հետ միասին այնինչ տեսանք շատ տպավորեց մեզ։ Այնուհետև եղանք սահմանազատված հատվածում Կիրանցի դպրոցում եւ ինչն է հատկանշական Կիրանց գնալիս դպրոցը, որի կողքը գտնում է ֆուտբոլի խաղադաշտը եւ այն սահմանազատված հատվածից 20-30 մետր հեռավորության վրա է, երեխաները ֆուտբոլ էին խաղում։ Եվ ահա դա է իրական խաղաղությունը։ Դա է այն խաղաղությունը, որ հաստատվել է մեր սահմաններին։ Ուզում եմ ընդգծել, որ Կիրանցում 1990-ականներից ի վեր շուրջ 30 տարում 3 տուն է կառուցվել եւ տեղացիները նշում էին, որ վերջին 2 տարում միայն 54 տուն է կառուցվում 16 միլիոն դրամների կառավարության աջակցության ծրագրով։ Կիրանցի դպրոցը նորակառույց է եւ դպրոցի տնօրենը նշում էր, որ գյուղը երբեք դպրոցի մասնաշենք չի ունեցել եւ ավելի քան 1 միլիարդ դրամ է ներդրել կառավարությունը գերժամանակակից կրթահամալիր կառուցելու նպատակով։ Այնուհետև մոմ վառեցին Կիրանցի եկեղեցու, սահմանից 30-40 մետր հեռավորության վրա է գտնվում դպրոցինքից։ 1920 թվականից ի վեր եկեղեցին ծառայել է որպես խոտի պահեստ եւ գտնվել է ավերված վիճակում եւ միայն 2023 թվականին կառավարության ֆինանսավորմամբ 64 միլիոն դրամ հատկացմամբ եկեղեցին վերականգնվել է եւ օրը ամփոփեցինք Զորամասում եւ ներկաները տեսան թե ինչ որակի սնունդ է պետությունը տրամադրում իր զինվոր։ Կիրանցում արդեն 2 տարի սահմաններին կրակոցի ձայներ չեն լսվում, կրակոցներ չկան։ Բացարձակ անդոր է եւ 1991 թվականից ի վեր առաջին անգամ մենք Կիրանցում ունենք նման իրավիճակ եւ նման իրավիճակ ունենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հարկ վճարող քաղաքացիներին եւ խաղաղություն մեր երկրին, խաղաղություն մեր չեքնաղ Հայաստանին։ Շատ տպավորված, լիցքավորված եւ էներգիայով լի վերադառնում ենք Լոռու մարզ։